Հուլիսի 7-ից 8-ը Թուրքիան հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ բողոքի ալիքը հասել է բարձր եռման աստիճանի։ Թուրքիայի կոմունիստական կուսակցության կազմակերպած ակցիայի հազարավոր մասնակիցներ հեղեղել են երկրի խոշոր քաղաքները։ Մայրաքաղաք Անկարայում ու Ստամբուլում ցուցարարները պահանջում են, որ Թուրքիան դուրս գա դաշինքից ու փակի երկրում գործող արտասահմանյան ռազմաբազաները։ Ակտիվիստները վանկարկում են դուրս մարդասպան ՆԱՏՕ կարգախոսը, դաշինքին մեղադրելով մերձավոր արևելքում հակամարտություններ հրահրելու համար։ Օրեր շարունակ նրանք պաշարել են Անկարան, որովհետև մարդասպաններն ու ՆԱՏՕ-ի անդամները պետք է գան մեր երկիր։ Նրանք փորձում են ճնշել մեր երկրի սոցիալիստներին եւ հեղափոխականներին։ Մի խումբ մարդասպաններ ու իմպերիալիստական ուժեր գալիս են, որպիսի ծրագրեր կազմեն մեր տարածաշրջանում նոր պատերազմներ հրահրելու համար։ Բայց մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ին կամ այլ ուժերի տեսնել մեր երկրում։ Այստեղ ենք սա հայտարարելու համար։ Մարդասպան կայսերական ուժերն են պատերազմներ կազմակերպում, Անկարայում հանդիպում են անցկացնում նոր կոտորածներ ծրագրելու համար։ ՆԱՏՕ-ն խաղաղության կազմակերպություն չէ, այս դաշինքը ստեղծվել է մարդկանց ոչնչացնելու, նոր պատերազմներ սկսելու համար։ Այստեղ եմ եկել ասելու ոչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, մենք դեմ ենք այս դաշինքին։ Ես ասում եմ ՆԱՏՕ հեռացիր այստեղից։ Ցուցարարները ՆԱՏՕ-ին են մեղադրում Թուրքիան ողբալի դրության հասցնելու համար։ Ակտիվիստները դիմում են ոչ թե կառավարությանն, այլ ժողովրդին միասնական լինել ու պայքարել ՆԱՏՕ-ական բարբարոսների դեմ։ Խաղաղ ցույցերը սակայն վերածվել են իրավապահների հետ բախումների։ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցույցը ցրելու համար, արցունքաբեր գազ է օգտագործվել։ Ցույցերի ժամանակ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է, այդ թվում լրագրողներ, իրավապաշտպաններ ու գիտնականներ։ Թուրքիայի ընդդիմությունը ընդգծել է, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն օգտագործվում է որպես քաղաքացիական ազատությունների լայնածավալ սահմանափակման առիթ։ Աշխարհի ուշադրությունը սևեռված է Անկարային 2004 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովից հետո սա Թուրքիայում անցկացվող երկրորդ գագաթնաժողովն է, որին մասնակցելու են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ու կառավարությունների առաջին դեմքեր։ Այս անգամ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են նախատեսվել, ներգրավվել է ավելի քան 70,000 ոստիկան ու ժանդարմ։ Թուրքիայի իշխանությունը նախապես արգելել է զանգվածային ցույցերը, փակվել են բազմաթիվ փողոցներ եւ տեղադրվել են լրացուցիչ ոստիկանական պատնեշներ։ Անկարան վերածվել է վիրտուալ ամրոցի։ Թուրքիայում կառուցվել է հսկա համալիր, որն արդեն անվանում են թուրքական Պենտագոն։ Անկարան ցանկանում է ոչ միայն հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, այլև մեծ դեր խաղալ դաշինքում։ Էրդողանը նպատակ ունի ամրապնդել երկրի կշիռը կազմակերպությունում եւ ըստ երկրի կառավարության, այնինչ խանգարում է դրան հասնելուն, պետք է վերանա։ Մինչ արևմտյան բարձրաստիճան ղեկավարներն ու դիվանագետները պատրաստվում են դաշինքի հանդիպմանը Թուրքիայում, այդ նույն երկրում Էրդողանը լայնամասշտաբ ռեպրեսիվ գործողություններով զտում է ընդդիմադիր ուժերին ու այլախոհներին, նրանց մեղադրելով ահաբեկչության համար։ Մարիկ Ուստանյան, Էպիկենտրոն։